1865 թվականի նոյեմբերի 4-ին ծնվել է դերասան Հովհաննես Աբելյանը։ Ժամանակի մամուլը Պետրոս Ադամյանից հետո ամենաշատը գրել ու անդրադարձել է այս դերասանին։ Հոդվածագիրներն ու դատերագետները նրան բնորոշելիս շեշտել են, որ բարձրահասակ, լայնաթիկունք, ըմբիշի նման ամուր բազուկներով, շեկ ու գանգուր մազերով, կապույտ աչքերով, սկանդինավյան արտաքինով այս դերասանն ուներ կովկասյան բնավորություն ու արևելյան զգացմունքայնություն։ Նա ընկերասեր էր, հյուրասեր եւ վիրավորանք չհանդուրժող, պատվախնդիր, կռիվ անող, ջարդող, փշրող, մշտապես ներկա էր ռեստորաններում, թղթախաղի սեղաններին, ծանոթ էր բոլոր օտարազգի գեղեցկուհիներին եւ մարդկանց բոլոր խավերին, մշակներից սկսած մինչև բարձրաշխարհիկ հասարակություն։ Բուռն կյանքով ապրող այս դերասանը հայ թատրոնի պատմության մեջ մնացել է որպես ազգային դերասան։ Դատերագետ Լևոն Հաղվերդյանը վստահեցնում է, որ նա եվրոպական չէր ինչպես Սիրանուշը, չէր տրվում ռուսական դպրոցին ինչպես Գևորգ Պետրոսյանը, բայց ոչ էլ սունդուկյանական կենցաղային ռեալիզմի տարրեր ուներ իր մեջ։ Նա ազգային էր իր ամեն ինչով, նույնիսկ քայլվածքով։ Այս առումով Դերենիկ Դեմիրճյանը Աբելյանի մասին գրել էր. «Այդպես քայլում եւ շարժվում է ավելի շատ մեր երկրի մարդը, քան եվրոպացին», ու հենց Դեմիրճյանի բնորոշմամբ էլ Հովհաննես Աբելյանը հայ թատրոնի պատմության մեջ մնաց որպես անուղղելի հայ։ Իսկ ավելի մանրամասն, թե ով էր եւ ինչպիսի դերասան էր Հովհաննես Աբելյանը, կպատմեմ քիչ անց։ Այժմ ուզում եմ շնորհակալություն հայտնել ալիքին բաժանորդագրվելու ու տեսանյութերը հավանելու, մեկնաբանություններ գրելու եւ ալիքին նյութապես աջակցելու համար։ Իդեպ հոկտեմբեր ամսվա ընթացքում ալիքին նյութապես աջակցել են Վարուժան Մարգարյանը, Նազար Դովլաթյանը, Մել Կոնյանը, Արաքստեր Հովհաննիսյանը, Արմինե Թումանյանը եւ Միդրամ M. ՍՊԸ-ն։ Հիշեցնեմ, որ ալիքը գործում է բացառապես ձեր բարոյական եւ նյութական աջակցության շնորհիվ, ինչի համար անչափ շնորհակալ եմ եւ շատ զգացված։ Եվ այսպես Հովհաննես Աբելյան 1865-ին Շամախի քաղաքում ծնվել է ծագումով արցախցի թել ներկող Հարությունի եւ Մարիամի որդի Հովհաննեսը։ Իդեպ Մարիամը մորաքույրն էր գրողներ Ալեքսանդր Շիրվանզադեի եւ Կոստան Զարյանի։ Հայ մշակույթի այս երեք հսկաները երեք քույրերի որդիներ էին, այսինքն մորաքրոջ որդիներ։ Հովհաննես Աբելյանը շատ կարճ սովորել էր տեղի ծխական դպրոցում, ապա 1872-ի մեծ երկրաշարժից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել էր Բաքու։ 1876-ին Հովհաննեսն ավարտել էր մարդասիրական ընկերության ռուսական դպրոցը, ապա դարձել ռուսական ռեալական ուսումնարանի աշակերտ։ Սակայն Աբելյանին չէր հաջողվել ավարտել այս ուսումնարանը, քանի որ մի անգամ հերթական դասի ժամանակ գերմաներենի ուսուցիչ Շմիդտը վիրավորել էր պատանու ազգային արժանապատվությունը, իսկ նա ուսուցչին պատասխանել էր շառաչուն մի ապտակով եւ դա արել էր աշակերտների ներկայությամբ։ Այդ արարքը բնականաբար չէր ներվել եւ ուսումնարանի տնօրինությունը 1884-ին Աբելյանին հեռացրել էր 5-րդ դասարանից, ձևակերպելով ազատվել է համաձայն իր խնդրանքի։ 1882-ից սկսած Աբելյանը խաղացել է Ստեփանոս Սաֆրազյանի, ապա Աֆանասի Գոնչարովի թատերախմբերում։ 1885-ի աշնանը նա ծանոթացել էր Բաքու հրավիրված Պետրոս Ադամյանի հետ եւ դարձել նրա խաղակիցը Գոնչարովի ռուսական խմբում։ Սակայն նրանց համատեղ խաղի աստեղային ժամը տեղի էր ունեցել 1 տարի անց Թիֆլիսի հայկական թատրոնում, որտեղ 1886-ի նոյեմբերի 6-ին ներկայացվել էր Շեքսպիրի Լիր-արքա ողբերգությունը։ Ադամյանը խաղում էր Լիր-արքա, իսկ Աբելյանը Էդգար։ Հանդիսատեսը թատրոն էր եկել բնականաբար Ադամյանին տեսնելու համար եւ առաջին տեսարաններում նույնիսկ չեն էլ նկատել Էդգարի դերակատար Հովհաննես Աբելյանին։ Բայց երրորդ գործողության անտառի տեսարանում Աբելյանը այնպես էր դրսևորել իրեն, որ գրավել էր բոլորի ուշադրությունը։ Ալեքսանդր Շիրվանզադեն հիշում է. «Հանկարծ պաշարեց թատրոնի սրահը, երբ Աբելյանը ներկայացնում էր Էդգարի կեղծ խելագարությունը։ Նրա ձայնի ելևէջները, դիմախաղը, գրիմը, զգեստը, ձևերը բնական էին եւ ազդու։ Հանդիսականները մի քանի վայրկյան մոռացան Ադամյան Լիրին եւ ուժգին ծափահարեցին Աբելյան Էդգարին։
Հանդիսատեսը այնպես բուռն է ծափահարել, որ Ադամյանը իր կյանքում առաջին անգամ սպասել է, որ դահլիճը հանդարտվի, որպեսզի կարողանա շարունակել խաղալ։ Ներկայացմանը ներկա է եղել իտալական հյուպատոսը, որը ներկայացման ավարտին գնացել է կուլիսներ տեսնելու երիտասարդ դերասանին։ Աբելյանը իտալերեն չի հասկացել, իսկ Ադամյանն էլ չի թարգմանել հյուպատոսի ասածը, սակայն հետո ընկերոջը խոստովանել է, թե իտալացին Աբելյանին գովում էր, բայց ես դիտմամբ չասացի, որ երիտասարդը չհպարտանա։ Պետրոս Ադամյանին բարձր գնահատող ու նրանով հիացած Աբելյանի մասին թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը գրում է, թե Աբելյանը միակն է եղել Ադամյանի հետ շփված դերասաններից, որ ոչ մի արտաքին ձև չի ընդօրինակել, հետևել է ամենից ավելի իր ներքին տարերքին։ Բայց միևնույն ժամանակ գիտակցելով նրա մեծությունը 1908 թվականին Պոլսում Ադամյանի շիրմի առջև խոնարհվելով Աբելյանն ասել էր. «Այստեղ հանգչում է տաղանդավորագույն մի արտիստ, որի համեմատությամբ մենք բոլորս սովորական դերասաններ ենք»։ 1899-ին Աբելյանը կնոջ հետ, իսկ կինը գրադարանավարուհի Օլգա Ալադաղյանն էր, որի հետ դերասանը ծանոթացել էր Թիֆլիսի հանրամատչելի գրադարանում, նրանք միասին ճամփորդել են Եվրոպայում։ Արշակ Չոպանյանի հանձնարարական նամակով Աբելյանները մեկնել են Լոնդոն և ուխտի գնացել Շեքսպիրի ծննդավայրը։ Աբելյանը լինելով շեքսպիրյան դերասան չէր կարող բաց թողնել առիթը լինելու մեծ անգլիացու տուն-թանգարանում։ Ի դեպ, նա իր կյանքի ընթացքում մարմնավորել էր շեքսպիրյան 11 կերպար, որոնցից Օթելոն խաղացել է 40 տարի, Արքալիրը 25։ Եվ ահա Շեքսպիրի տուն-թանգարանում Աբելյանը, հիանալով իր սիրելի դրամատուրգի կենսագրությամբ, հանկարծ տեսել է, որ ցուցադրությունում Շեքսպիրի պիեսների թարգմանությունների շարքում հայերեն ոչինչ չկա։ Նա միանգամից նամակ է գրել Թիֆլիսի հայոց հրատարակչական ընկերությանը, որպեսզի նրանք իրենց հրատարակած պիեսներից նմուշներ ուղարկեն Շեքսպիրյան թանգարանի համար։ Նամակում նա գրել է. «Ցավալի բան, հայերեն ոչ մի օրինակ, մինչդեռ մենք ունենք բացի թարգմանություններից նաև քննադատություն։ Վստահ եմ, որ հրատարակչական ընկերությունը չի զլանա ուղարկել այդ մատենադարանի հասցեով մի օրինակ իր հրատարակած օրինակներից»։ Ընդունեք, որ սա սովորական դերասանի պահվածք չէ, այլ ազգային մտածողությամբ ու ազգային գիտակցությամբ մտավորականի գործելակերպ։ 1907-ին, երբ Աբելյանը երկրորդ անգամ է ճամփորդել Եվրոպայում, հանդիպել է Կոմիտասի հետ, տեսել երիտասարդ դերասան Վահրամ Փափազյանի խաղը ու նրան հրավիրել Բաքվի հայկական թատրոն։ Փափազյանին հայ թատրոնի հետ կարելի է ասել կապել է Աբելյանը։ Ինքը Փափազյանն էլ իր հուշերում խոստովանել է. «Աբելյանը եղավ առաջին այն քչերից, որոնք իրենց արվեստի ուժով ամրապնդեցին իմ մեջ ազգային արժանապատվության զգացումները։ Ես ճանաչեցի ու սիրեցի իմ փոքրիկ ազգը»։ 1908-ին Օսմանյան սահմանադրության արտոնությունների ժամանակ Աբելյան-արմենյան խումբը 3-4 ամիս շրջագայել է Արևմտյան Հայաստանի քաղաքներում ու գյուղերում։ Նրանք խաղացել են 150-ից ավելի ներկայացում։ Ազգը կրթելու, ազգի ինքնագիտակցությունը բարձրացնելու նպատակով առանց փոխադրամիջոցի նրանք հասել են ամենահեռավոր գյուղերը և խաղացել «Պատվի համար», «Չար ոգի», «Նամուս», «Օթելո»։ Այս մասին թատերագետ Ռուբեն Զարյանը գրում է. «Բեմական զգեստների մի մեծ բոխչա ուսն առած հաճախ ոտքով էր գնում, որ երիտասարդներին օրինակ ծառայի։ Սեղանները միացնելով գոմում բեմահարթակ էին ստեղծում, իրար կարած սավանները փոխարինում էին վարագույրներին։ Ահա այս անբեմական պայմաններում տեղի էր ունենում բեմական հրաշքը։ Ինչպես չցնցվեր և ինչպես չհուզվեր հանդիսատեսը, երբ տեսնում էր ոչ թե հենց այնպես խաղացող դերասանի, այլ մի արվեստագետի, որի համար գյուղում տված ներկայացման լրջությունը ոչինչով չէր տարբերվում Թիֆլիսի գեղարվեստական թատրոնի ներկայացումներից։ Հետաքրքիր է, որ ոտքով գյուղ հասած և գյուղացու համար գոմում ներկայացում խաղացող Աբելյանը Պոլսում տված ներկայացումից առաջ հանրությանը տեղեկացրել էր, որ ոչ ոքի տոմս չի ուղարկելու։ Նա հայտարարել էր, թե հրավերի սպասող աղաները թող իջնեն իրենց աղայական բարձունքից և ինքնուրույն թատրոն գան։
Սկզբունքային անարդարության դեմ մարտնչող այս դերասանի կյանքում միջադեպերի պակաս չի զգացվել։ Օրինակ 1891-ին Աբելյանը եղել է Մշակ թերթի խմբագիր Գրիգոր Արթրունու թաղման թափորի ոչ միայն մասնակիցներից մեկը, այլև դագաղակիրը։ Իդեպ Արթրունու մասին մանրամասները կարող եք իմանալ իմ այս տեսանյութից։ Արթրունու թաղման թափորը ոստիկանությունն արգելել է տանել Գոլովինսկի այժմյան Ռուսթավելու պողոտա, բայց երիտասարդությունը հակադրվելով դրան ծեծկռթուք է սկսել ոստիկանության հետ։ Այդ իրարանցման ժամանակ դագաղակիր Աբելյանը հաջողացրել է բռունցքի մի հարված հասցնել ոստիկանին, որտեղից որտեղ հայտնված մի լուսանկարիչ անմահացրել է հարվածելու այս պահը։ Լուսանկարիչ ճանաչելով Աբելյանին մի օր ներկայացումից հետո նրան տարել են ոստիկանատուն, բայց որոշ ժամանակ պահելուց հետո բաց են թողել։ Տեսանյութի սկզբում ասացի, որ Շիրվանզադեն ու Աբելյանը մորաքրոջ որդիներ էին, սակայն ազգակցականից բացի նրանք ավելի ամուր կապված էին ստեղծագործական կապերով։ 500 դեր խաղացած Հովհաննես Աբելյանը համարվել է Շիրվանզադեի կերպարների Էլիզբարովի, Ռուստամի, Բարխուդարի, Գիժդանյելի չգերազանցված մարմնավորողը, սակայն այս երկուսին ոչ ազգակցական, ոչ էլ ստեղծագործական կապերը չեն խանգարում անընդմեջ վիճել ու իրարից խռոված լինել։ Այս մասին մի հրաշալի հուշ ունի գրող Գուրգեն Մահարին։ Նա գրում է. Շիրվանզադեն ու Աբելյանը տարիներով խռով են։ Պատճառը Շիրվանզադեն ասում էր. «Իմ պիեսներով դերասան դարձավ Աբելյանը», Աբելյանն ասում էր. «Շնորհիվ իմ խաղի դրամատուրգ հռչակվեց Շիրվանզադեն»։ Ու չեն խոսում։ Չարենցը սիրում էր երկուսին էլ, հարկավոր է հաշտեցնել, անհարմար է։ Հրավիրեց ինտուրիստ ընթրիքի։ Եկան մեկը մյուսից անտեղյակ։ Այնտեղ էինք Աքսելի հետ, գործին տեղյակ։ Նստեցին, փքվեցին, չեն խոսում։ Չարենցն արտասանեց մի փայլուն ճառ, գնահատեց, դրվատեց առանձին եւ միասին։ Նկարագրեց, թե ինչ վիթխարի տպավորություն կթողնի, եթե նրանք միասին Երևան Աբովյանի վրա, եւ ինչ չնչին խեղճ կստմնելի երևույթ է, երբ նրանցից մեկն իջնում է Աբովյանի մի մայթով, մյուսը մյուս մայթով։ Նրանցից մեկը նայում է հյուսիս, մյուսը հարավ։ Ճառը մեծ տպավորություն թողեց, երկու պատկառելի արվեստագետներ ողջագուրվեցին, հաշտությունը կայացավ։ Սեղանն առաջ էր գնում։ Շիրվանզադեն լցրեց Աբելյանի բաժակը, Աբելյանը խորովածի մի փափուկ կտոր դրեց Շիրվանզադեի ափսեում։ Չարենցի աչքերը վառվեցին չար կրակով։ Ոնց եք, կռվածնեմ նորից, շշնջաց։ Աքսելի աչքերը փայլեցին մանկական չարաճճիությամբ, շպտաց ասելով. «Պետք չի»։ Իսկ իմ սարսափը զուր չէր։ Չարենցը արմունկը հենեց սեղանին, ճակատը շփեց։ Ճիշտն ասած, Շիրվան, Օհաննեսը որ չլիներ, քո պիեսները ով պիտի խաղար։ Ինչպես կայծակ արևոտ երկնքից։ Իսկ Օհաննեսից ինչ կմնար, եթե հանենք նրանից Բարխուդարն ու Գիժդանյելը։ Սեղանի շուրջ մնացինք երեքս։ Չարենցը ծիծաղում էր Մեֆիստոֆելյան ծիծաղով։ Ոչինչ, էլի կհաշտեցնեմ, բայց չհասցրեց։ Աբելյանը հետաքրքիր մի պատմություն էլ ունի Հովհաննես Թումանյանի հետ։ 1919 թվականին Թիֆլիսում նշվել է Թումանյանի ծննդյան 50, իսկ Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակները։ Հետո երկուսին նվիրված մի ճաշկերույթ է տեղի ունեցել, որի ժամանակ Թամադա Հովհաննես Թումանյանը Աբելյանի կենացի ժամանակ ասել է. «Ես խմում եմ մի մարդու կենացը, որը մեր գրականությանը նվիրել է մի բանաստեղծ եւ փրկել է հայ թատրոնը մի անշնորհք դերասանից։ Բանն այն է, որ ես ուզում էի դերասան դառնալ։ Գնացի թատրոն, այս կողմն ընկա, այն կողմն ընկա, մի կերպ երկու խոսքանոց մի դեր տվին ինձ։ Ներկայացումից հետո ուրախ գնացի Հովհաննեսի մոտ ու հարցրի. «Պարոն Աբելյան, ոնց խաղացի»։ «Դու ինչ դեր էիր խաղում», հարցրեց Աբելյանը։ «Այս ինչ դերը», պատասխանեցի ես։ «Հա, էդ դու էիր», ասաց Հովհաննեսը ու սկսեց մտածել։ Իսկ իմ սիրտը բաբախում էր անհամբեր, սպասում էի պատասխանի։ «Գիտես ինչ, այ տղա, մեղք ես, գնա մի ուրիշ գործով պարապիր, քեզանից դերասան դուրս չի գա»։
1920-ի աշնանը անապահով վիճակից ելնելով Հովհաննես Աբելյանը մեկնել է արտասահման։ Խաղացել է Պոլսում, Եգիպտոսում, 1922-ին փրկվել է Սմյուրնիայի ջարդերից, անցել Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, այնտեղից էլ մեկնել է Ամերիկա։ Սակայն օտարերկրում երկար չդիմանալով 5 տարի անց դիմել է հայրենիք վերադառնալու խնդրանքով։ 1925-ին Աբելյանը Հայաստանից հրավեր է ստացել և վերադարձել ու աշխատել Երևանի, Թբիլիսիի, Բաքվի հայկական թատրոններում, նկարահանվել առաջին հայկական գեղարվեստական «Նամուս» ֆիլմում, խաղալով իր սիրած Բարխուդարի դերը։ Սա Աբելյանի առաջին և միակ կինոդերն էր։ Բնական է, որ կինոարվեստին անծանոթ Աբելյանը հուզվել և անհանգստացել է դերը խաղալուց։ Նրան խորհուրդներով օգնել է ֆիլմի ռեժիսոր Համո Բեկնազարյանը։ Այս մասին հրաշալի պատմում է կինոգետ Դանիել Դզնունին։ Նա գրում է. Փորձերի ժամանակ Համո Բեկնազարյանը զգուշացնում է Աբելյանին, որ կինոյում ամեն ինչ բնական պետք է լինի։ Եթե հարկավոր է լաց լինել, ապա արտասուք պիտի երևա, թեկուզ դրա համար անհրաժեշտ լինի դիմել սոխի օգնությանը։ Իսկ եթե մեկին պիտի խփել, ապա այդ պիտի անել բնական կերպով։ Աբելյանը հաշվի է առնում ռեժիսորի այդ ցուցմունքը և երբ պատշգամբ դուրս գալով նկատում է Սեյրանին և Սուսանին համբուրվելիս, նա մի այնպիսի թափով է ապտակում Սուսանին, որ անհրաժեշտություն է զգացվում բուժօգնություն ցույց տալու տուժածին։ Թեպետ նկարահանումը շատ բնական էր, բայց դրանից հետո Սուսանի դերակատար Մարիա Շահուբաթյանը մի քանի օր ստիպված եղավ մնալ տանը։ Աբելյանը շատ էր մտատանջվում Շահուբաթյանի վիճակով և ամեն օր ծաղկեփունջն ու քաղցրավենիքի տուփը ձեռքին այցելում էր նրան ու հանցավորի պես ասում. «Մեղավորը մեր Համոն է, նա էր պահանջում, որ բնական լինի, դե ես էլ ոգևորվեցի։ Դու ինձ ների, սիրելի Մանյա, համ էլ աղջիկս հաշվի առ, որ դու առաջին անգամ ես ոտք դնում դերասանական արվեստի բնագավառը։ Թող իմ այդ ապտակը լինի իմ օրհնությունը քեզ, ինչպես այդ անում էին առաջ մեր համքարություններում, երբ ուստի ապտակով աշակերտին վարպետի կոչում էին տալիս»։ Այսպես կատակում ու մխիթարում էր վարպետը սկսնակ դերասանուհուն։ Ավարտում է Դզնունին։ 1925-ին Աբելյանին շնորհվել է Հայաստանի ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, իսկ վեմական գործունեության 50-ամյակի առթիվ 1932-ին նա արժանացել է Հայաստանի աշխատանքի հերոսի շքանշանի։ Խորհրդային տարիներին նրա անունով էր կոչվում Տաշկենտի թատրոնը, ինչպես նաև Մարսելի ու Թավրիզի դրամա-օպերետային թատրոնները։ 1936-ից մինչ օրս, ինչպես գիտեք, Աբելյանի անունն է կրում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնը։ Դերասանուհի Հասմիկը Աբելյանին հիշում է կրծքին մշտապես կպցրած անբաժանելի կարմիր մեխակով։ Աբելյան և կարմիր մեխակ հասկացությունները իմ հիշողության մեջ միաձուլվել են իրար, առանց մեկի մյուսը երևակայել չեմ կարող, գրում է դերասանուհին իր հուշերում և շատ պատկերավոր ներկայացնում Աբելյանի կյանքի վերջին օրերը։ Հիվանդության օրերին ես միշտ այցելում էի նրան։ Ասա դերասաններին, դիմում էր ամեն անգամ նա ինձ, որ ես չեմ մեռնելու, թող չանհանգստանան ու չտխրեն։ Գանգատվում էր հատկապես սրտից, բժիշկները խորհուրդ տվին անպայման փոխադրել հիվանդանոց։ Հիվանդանոց փոխադրելու հաջորդ օրը, երբ գնացի նրան այցելության, միջանցքում նրա պալատի դռան մոտ կանգնած քույրը հայտնեց, որ Աբելյանն արդեն մահացել է։ Բարձրացա, որ տեսնեմ նրան, հանգիստ պառկած էր մահճակալին և կրծքին դարձյալ իր անբաժան կարմիր մեխակը։ Ես լուռ քայլեցի դեպի տուն, իսկ ճանապարհին արցունքներն անընդհատ հոսում էին իմ աչքերից։ Ոչ միայն աչքերս, այլև ասես սիրտս էլ էր արտասվում։ Հովհաննես Աբելյանը մահացավ 1936 թվականի հուլիսի 1-ին, կարելի ասել լիովին մեծարված, գնահատված ու սիրված։ Նրա մահվան մասին դատերագետ Ռուբեն Զարյանը գրում է. Աբելյանի մահվան բոթը ցնցեց քաղաքը։ Չկար մեկը, որ կսկից չապրեր։ Բոլորի կյանքի մեջ նա մասն ուներ։ Ոմանք տեսել էին նրա Օթելոն, ուրիշները Էլիզբարյանը, երրորդը Գիժ Դանիելը։ Մարդիկ կային, որ տեսել էին նրան ամեն մի դերը մի քանի անգամ։ Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նա էլ հասարակ մահկանացու է։ Կաղնի էր թվում, շատ հողմեր տեսած կաղնի։ Հողմերից թեքվել էր, ճյուղերը գետնին էին հասել, բայց դարձյալ մնացել էր կանգուն։
կանգուն ու հպարտ։ Խորն էին նրա արմատները ու ոչ ոք չգիտեր, թե դրանք մինչև ուր էին հասնում։